Արի հասկանանք, թե ինչ կենսաթոշակ կստանաս, երբ հասնես թոշակի տարիքի։ Բնականաբար կստանաս պետական կենսաթոշակ, որը կախված է թե ինչքան և որտեղ ես աշխատել։ Օրինակ, զինվորական, հաշմանդամության և այլ գործոններից։ Բայց եթե մասնակցել ես նաև կուտակային համակարգին, ապա կստանաս նաև կուտակային կենսաթոշակ։ Այն քո ամսական եկամուտից կուտակված գումարն է, որը հետ է ստանալու 63 տարեկանից հետո։ Ի տարբերություն պետականի, կուտակայինի դեպքում դու ես ամեն ամիս կուտակում քո թոշակի համար։ Այն քեզ թույլ է տալիս կուտակել քո եկամտին համարժեք ամսական թոշակ։ Այսպիսով, աշխատավարձից դեպի թոշակ անցումը այդքան կտրուկ չի լինում։ Կուտակայինը իր հերթին լինում է կամավոր և պարտադիր։ Եթե ծնվել ես 1974 թվականին կամ դրանից հետո, գրանցված աշխատող ես, անհատ ձեռնարկատեր կամ էլ նոտար, ապա մասնակցում ես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, իսկ եթե ոչ, ապա կարող ես կամավոր միանալ այս համակարգին, ամեն ամիս հետ գցելով ապահովել քո բարեկեցիկ ծերությունը։ Կուտակիր կենսաթոշակիդ համար, եղիր բարեկեցիկ։